Երիտասարդներն ուսումնասիրել են նաև մանկական երկաթուղու և անգլիական այգու պայմանագրերը։ Բոլոր փաստաթղթերն ունեն մեկ ընդհանուր գիծ։ Վարձակալի պարտավորությունները ձևակերպված են հնարավորինս անորոշ։ Պայմանագրի մեջ ուղղակի գրված էր տարածքը հանձնվել է բարեկարգ եւ պարտավորվում է ոնց որ վարձակալը բարեկարգ պահել եւ խնամել տարածքը հենց այդպիսի բառերով, այսինքն չկար ինչ որ չափորոշիչ այդ բարեկարգը, չգիտեմ 100 հատ ծառն է, չգիտեմ 1000 քառակուսի մետր կանաչ տարածքն է, 10 հատ նիստ, ինչ է այդ բարեկարգը, հա, ու այդ երբ որ նշած չի, այսինքն վարձակալը կարա շատ մինիմալ աշխատանք անի, ինչ որ հիմա անում է, ու ասի դե բարեկարգ է տարածքը։ Այս պատմության մեջ իր բացասական դերն ունի նաև քաղաքապետարանը։ Բոլոր դեպքերում տեղեկատվությունը չէր տրամադրվում կամ փոխանցվում էր կիսատ։ Առաջին հարցմանը հաջորդում էր երկրորդը, ապա երրորդը եւ այսպես շարունակ։ Դե հարցում էինք ուղղակի, որ պայմանագիրը իրանցից պետք է ստանայինք։ Սկզբից ասեցին, որ անձնական տվյալ է պարունակում պայմանագիրը, դրա համար չեն կարա մեզ ուղարկեն։ Հետո որոշեցինք իրանց էլի հարցում ուղարկել, ասել դե անձնական տվյալ պարունակող մասը փակեք, մեզ տենց փակած ուղարկեք։ Ուղարկեցին, բայց ուրիշ բան էին փակել, վարձավճարի մասն էին փակել, վարձակալի անուն ազգանունը, ՍՊ-ի անունը բաց էր մնացել, այդ անձնական տվյալ հանդիսացող տվյալները բաց էին։